Ինչ պրոդուկտներ եմ օգտագործում ես, ունենալով յուղոտ գլխամաշկ, որպեսզի մազերիս թարմ տեսքը մի փոքր ավելի երկար պահպանեմ։ Այսօր կխոսենք խնամքի մասին, իսկ սթայլինգի մասին վիդեոն կարող ես գտնել էջում։ Սեմ շամպունից այս տարբերակի ինձ նվիրել է քույրիկս, իր մոտ փորձել էի ու շատ հավանել, բայց նաև պատվիրել եմ մեկ այլ տարբերակ։ Նոր եմ ստացել Wildberries-ից, անգամ ինքս չեմ հասցրել դեռ unboxing անեմ։ Այսպեսի մի հատ մեծ տուփ եմ պատվիրել Mixit ապրանքանիշից, հենց մազերին ծավալ հաղորդելու համար։ Փորձելուց հետո անպայման կիսվեմ իմ կարծիքով։ Շամպունի դեպքում իմ համար ամենակարևոր կետը այն է, որ գլխամաշկը լավ մաքրի, առավել ևս եթե սթայլինգ ենք օգտագործում, բայց միևնույն ժամանակ չչորացնի այն, որպեսզի յուղարտադրությունը չարագանա։ Իսկ ինչ վերաբերվում է բալզամին, ճիշտն ասած շատ երկար ժամանակ խուսափել եմ, որովհետև վախեցել եմ, որ ավելի կվատանա իրավիճակը։ Հիմա կամաց փորձում եմ մտցնել խնամք։ Ամենակարևորը չեմ օգտագործում գլխամաշկից, միայն մազերիս ծայրերին։ Թե շամպունի, թե բալզամի հոտը շատ լավն է, իսկ մազերս հետո շատ փափուկ են ու հեշտությամբ սանրվում են։ Շաբաթը մեկ անգամ օգտագործում եմ գլխամաշկի պիլինգ, այս պահին ինձ մոտ Holy Poly բրենդից է։ Ընդհանրապես շատ կարևոր է շաբաթը մեկ անգամ օգտագործել սքրաբեր ու պիլինգներ, որպեսզի հեռացնենք ավելորդ ճարպն ու պրոդուկտների մնացորդները։ Իրականում այսպիսի պրոդուկտների օգտագործման արդյունքը ժամանակի ընթացքում է երևում, բայց ճիշտն ասած հենց այս տարբերակից այդքան էլ գոհ չեմ։ Դրա համար եթե ունես քո ֆավորիտը, անպայման կիսվիր մեկնաբանություններում։ Մազերս լվանալու ընթացքում նաև օգտագործում եմ այսպիսի խոզանակ, որը օգտագործում է շամպունը ավելի լավ տարածել ու ավելի խորը մաքրել գլխամաշկը առանց այն գրգռելու։ Իսկ արդեն չոր մազերիս համար օգտագործում եմ այսպիսի սանր լայն ատամներով ու իսկական փայտից մերսման ու նուրբ սանրման համար։ Իմ խնամքի միջոցները այսքանն էին, պահպանիր որ չկորցնես, իսկ քո ֆավորիտներով կարող ես կիսվել մեկնաբանություններում։